Ավետարան ըստ Հովհաննեսի, 4-րդ գլուխ, Սամարացի կինը։ Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում և մկրտում, քան Հովհաննեսը, թեև Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները, թողեց Հուդայի երկիրն ու կրկին Գալիլեա եկավ, և պետք է Սամարիայի միջով անցներ։ Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը։ Հիսուսը ճանապարհից հոգնած նստեց այդ աղբյուրի մոտ, 6-րդ ժամն էր։ Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջուր տուր, խմեմ», քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ Սամարացի կինը նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպես ես ինձանից, սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում», որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծո պարգևը, և թե ով է նա, որ քեզ ասում է ինձ խմելու ջուր տուր, ապա դու նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ Կինը նրան ասաց. «Տեր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է, արդ կենդանի ջուրը որտեղից ունես։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց, ինքը, իր որդիներն ու հոտերը խմել են սրանից»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ նրան տալու, նա հավիտյան չպիտի ծարավի, իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Կինը նրան ասաց. «Տեր, տուր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչիր ու այստեղ արի»։ Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր, ամուսին չունեմ, որովհետև դու 5 ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ, դա ճիշտ ասացիր»։ Կինը նրան ասաց. «Տեր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։ Հիսուսը նրան ասաց. «Կին, հավատա ինձ, որ ժամանակը կգա, երբ ոչ լեռան վրա, ոչ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։ Բայց ժամանակը կգա և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։ Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան, որ Քրիստոս է կոչվում, երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ քեզ հետ խոսողը»։ Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց. «Ինչ ես ուզում» կամ «Դրա հետ ինչ ես խոսում»։ Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք
ու մարդկանց ասաց. «Եկեք, տեսեք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ, արդյոք նա է Քրիստոսը»։ Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։ Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռաբբի, հաց կեր»։ Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելիք է բերել»։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտին հասցնեմ։ Արդյոք դուք չեք ասում. 4 ամիս ևս և հունձը կհասնի։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրեք ձեր աչքերը ու տեսեք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել հնձի համար։ Հնձողը վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան և սերմանողը, և հնձողը։ Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե այլ է սերմանողը և այլ հնձողը։ Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել։ Ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք։ Եվ այն քաղաքի սահմանացիներից շատերը հավատացին նրան այն կնոջ խոսքի համար, որ վկայեց, թե ինձ ասաց այն ամենը, ինչ ես արել էի։ Արդ, երբ սամարացիները նրա մոտ եկան, խնդրեցին նրան, որ իրենց հետ մնա, և նա 2 օր այնտեղ մնաց։ Եվ ուրիշ շատերն էլ նրա խոսքի համար հավատացին նրան։ Եվ կնոջն ասում էին. «Այլևս ոչ թե քո խոսքերի համար ենք նրան հավատում, այլ որ մենք ինքներս լսեցինք ու գիտենք, որ ճշմարտապես նա է աշխարհի Փրկիչը»։ Բարձրաստիճան պաշտոնյայի որդու բժշկումը։ Եվ 2 օր հետո նա ելավ այնտեղից և գնաց Գալիլեա, թեև Հիսուսն ինքը վկայել էր. «Մարգարեն իր հայրենիքում պատիվ չունի»։ Բայց երբ Գալիլեա եկավ, գալիլեացիները նրան ընդունեցին, որովհետև նրանք տեսել էին այն ամենը, ինչ արել էր Զատկի տոնին Երուսաղեմում, քանի որ նրանք էլ էին եկել տոնին։ Եվ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաքը, որտեղ ջուրը գինու էր վերածել։ Թագավորի պաշտոնյաներից մի մարդ կար, որի որդին Կափառնայում հիվանդ էր։ Նա, լսելով, որ Հիսուսը Հուդայից Գալիլեա է եկել, եկավ նրա մոտ և խնդրում էր, որ Կափառնայում իջնի ու իր որդուն բժշկի, որովհետև մահամերձ էր։ Հիսուսը նրան ասաց. «Եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»։ Պաշտոնյան նրան ասաց. «Տեր, իջիր, քանի դեռ որդիս չի մեռել»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա, քո որդին կենդանի է»։ Եվ մարդը հավատաց Հիսուսի ասած խոսքին ու գնաց։ Եվ մինչ նա իջնում էր, նրա ծառաներն ընդառաջ ելան նրան, ավետիս տվեցին ու ասացին. «Քո որդին կենդանի է»։ Իսկ նա հարցրեց նրանց, թե որ ժամին սկսեց ապաքինվել, և նրան ասացին. 3:07 ժամին տենդը թողեց նրան։ Այդ ժամ հայրը հասկացավ, որ դա նույն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասաց. «Քո որդին կենդանի է», և հավատացին ինքը և իր ամբողջ ընտանիքը։ Սա երկրորդ հրաշքն էր, որ Հիսուսը գործեց, երբ Հուդայից եկավ Գալիլեա։